Բարև ձեզ։ Այսօր շարունակում ենք մեր աստվածաշնչյան ճանապարհորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Այսօր միասին ուսումնասիրելու ենք ծննդոց 6-րդ գլխից մինչև 9-րդ գլուխները։ Ջրհեղեղի պատմությունը։ Մարդկությունը բազմացավ, բայց մեղքն էլ բազմացավ։ Ծննդոց 6-րդ գլխի 5-րդ խոսքում գրված է. Մարդու սրտի մտադրությունները ամեն օր միայն չար էին։ Աշխարհը ապականվել էր, բայց այդ խավարի մեջ մի մարդ կար։ Նոյը։ Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքերում։ 6-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Նա կատարյալ չէր, բայց նա արդար էր իր ժամանակի մեջ և քայլում էր Աստծո հետ։ Աստված նրան պատվիրեց կառուցել տապան։ Տապանը դարձավ փրկության միակ ճանապարհը։ Տապանը մեկ դուռ ուներ։ Ծննդոց 7-րդ գլխի 16-րդում գրված է. Եվ Տերը փակեց դուռը, ոչ Նոյը, այլ Տերը։ Այստեղ մենք արդեն տեսնում ենք Քրիստոսին։ Հովհաննես 10-րդ գլխի 9-րդ խոսքում Հիսուսն ասում է. Ես եմ դուռը։ Ով ինձնով մտնի, կփրկվի։ Ինչպես տապանը փրկության միակ ճանապարհն էր ջրհեղեղից, այնպես էլ Քրիստոսն է փրկության միակ ճանապարհը դատաստանից։ Ջրհեղեղը դատաստան էր, բայց նաև մաքրում և նոր սկիզբ էր բերում։ 8-րդ գլխում գրված է. Եվ Աստված հիշեց Նոյին։ 8:1 Դատաստանի մեջ անգամ Աստված չի մոռանում իր ժողովրդին։ 9-րդ գլխում Աստված ուխտ է հաստատում Նոյի հետ։ Ծիածանը դառնում է նշան։ Սա խոսում էր, որ ջրով այլևս չի կործանի աշխարհը։ Բայց նոր կտակարանում մենք տեսնում ենք ավելի մեծ ուխտ։ Հիսուսը ասեց Մատթեոս 26:28 Սա իմ արյունն է նոր ուխտի։ Տապանը փրկեց մարմինները, Քրիստոսը փրկում է հոգիները։ Պետրոս առաքյալը գրում է, որ ջրհեղեղի օրերի տապանը մեր փրկության նախատիպն է։ Առաջին Պետրոս 3:20-21 խոսքն է ասում։ Այս պատմությունը մեզ 3 բան է սովորեցնում։ Առաջինը՝ մեղքը լուրջ է, Աստված սուրբ է։ Երկրորդը՝ Աստված միշտ ունի փրկության ճանապարհ։ Նոյը գտավ շնորհ։ Երրորդը՝ Աստված նախազգուշացնում է նախքան դատելը։ Նոյը տարիներ շարունակ կառուցում էր տապանը։ Մարդիկ տեսնում էին, բայց չէին հավատում։ Այսօր Ավետարանը նույնպես նախազգուշացնում է. Քրիստոսը մեր տապանն է։ Հարց. Դուք ներսում եք տապանի մեջ, թե պարզապես դիտում եք դրսից։ Եկեք ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր փրկության տապանն ես։ Շնորհակալ ենք, որ դու դուռն ես։ Օգնիր մեզ ապրել հավատքով և վստահել քեզ ամբողջ սրտով, Տեր։ Պահիր մեզ քո ուխտի ներքո։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, բաժանորդագրվեք և շարունակենք միասին մեր ճանապարհորդությունը դեպի հայտնություն։ Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։ Կհանդիպենք հաջորդ հատվածներում։ Աստված օրհնի ձեզ։